Ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսահալիկ, եթե առաջին անգամ ես ինձ տեսնում, ես Նադյան եմ, ու քանի որ առաջին անգամ ես իմ ալիքում, արի մի փոքր պատմեմ իմ մասին ու անցնենք առաջ։ Ես մասնագիտությամբ մանկավարժ եմ, ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի մաթեմատիկայի ու մեխանիկայի ֆակուլտետը, դա ասում եմ նաև իմ հին հետևորդների համար, քանի որ շատերը չգիտեն, թե ով եմ ես մասնագիտությամբ, չնայած նրան, որ ինձ հետևում են իմ ալիքի ստեղծման առաջին օրերից կարելի է ասել, այո, ես ալիքում շատ ունեմ հին ու հավատարիմ հետևորդներ, ովքեր ինձ հետ հավասար անցել են այս ամբողջ ճանապարհը, իսկ դա կարճ չի եղել, ասեմ ես, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, YouTube-ում եմ 2018-19 թվականից։ Չնայած այդ ընթացքում մեկ անգամ հասցրել եմ ալիքս փոխել, քանի որ YouTube-ի հետ կապված խնդիրներ եմ ունեցել, երևի 1-1.5 տարի ալիքս ակտիվ վարելուց հետո ստիպված եղա ուղղակի փակել այդ ալիքը, բացել նորը, բայց շատ հավատարիմ հետևորդներ այդ հին ալիքից եկան իմ նոր ալիք ու հավատարիմ շարունակում են ինձ հետևել մինչ օրս։ Այս պահին դեկրետում եմ, քանի որ ամիսներ առաջ ծնվել է իմ աղջիկը Սոսեն, Սոսեից բացի ես ունեմ նաև 3 տղա, այո, ես բազմազավակ մայրիկ եմ, 3 տղաների և 1 աղջկա մայրիկ, դեկրետում ակտիվ զբաղվում եմ բլոգինգով։ Այսօր մենք ունենալու ենք շատ մեծ unboxing, 2 հսկայական տոպրակ Onyx-ից բերել հասցրել եմ, որ միասին unboxing անենք, կատարել եմ ընդհանուր գնումներ, հիմնականում գարնանային հագուստներ, կոշիկներ, ինձ համար, ամուսնուս համար, մի քանի բան էլ եղբորս համար, հիմա հերթով միասին կբացենք, որը որ ձեզ կհետաքրքրի, ձեզ դուր կգա, գրեք մեկնաբանություններում, ես կուղարկեմ լինքեր, արտիկուլներ, չգիտեմ, նկարներ, հնարավոր ամեն բան, որ դուք կարողանաք տարբեր կայքերից գտնել ու պատվիրել։ Բայց մինչև unboxing-ին անցնելը եւս մի փոքրիկ բան ասեմ ու էլ չեմ չարաշահի ձեր համբերությունը։ Բոլոր նրանց համար, ովքեր առաջին անգամ են իմ ալիքում, ասեմ, որ այստեղ դուք միայն unboxing-ի վիդեոներ չի որ կտեսնեք, ես շատ հաճախ ալիքում տեղադրում եմ ընտանեկան սիրուն վլոգներ, կիսվում եմ տարբեր լայֆհակերով, զրույցներ եմ ունենում հետևորդներիս հետ, նաև շատ ակտիվ պատասխանում եմ մեկնաբանություններին։ Տարբեր սիրուն հայկական տոները մենք ընտանիքով նշում ենք ու ես անպայման այդ օրերից եւս վլոգներ եմ տեղադրում։ Ընտանիքով փոքրիկ ճանապարհորդություններ ենք ունենում Հայաստանի ամենագողտրիկ անկյուններով։ Դե իհարկե այդ պահերով եւս չեմ մոռանում կիսվել հետևորդներիս հետ։ Մի խոսքով իմ ալիքը իմ ամենաանկեղծ էմոցիաների արտահայտման անկյունն է։ Ուրախ կլինեմ, եթե հենց հիմա բաժանորդագրվես, դառնաս մեր YouTube-յան ընտանիքի անդամ։ Հիմա արդեն գնում եմ բերեմ տոպրակներն ու միասին ի վերջո unboxing անենք։ Որ պատկերացնեք, թե ինչ կա այստեղ ներքևում, սա 1 եւ սա 2։ Այսքան unboxing ունենք անելու։ Հարմար տեղավորվեք, երկար վիդեո է սպասվում։ Սկսում ենք առաջին տոպրակից։ Այստեղ հենց վերևում ունեմ սենց մի հատ բացած փաթեթ, որը առանձին պատվեր է, բայց հիմա շատ արագ ցույց տամ ու անցնենք առաջ։ Ինձ համար պատվիրել եմ սև լոֆերներ, վաղուց էի ուզում, շատ հավանել եմ, արդեն փորձել եմ, շատ սիրուն է նստում ոտքիս, կարծում եմ կարելի է սրանցով շատ գեղեցիկ գարնանային լուքեր հավաքել։ Բոթասներ Առնոյի համար, խնդրում եմ, մի հատ նայեք, և այսպես, ասեք, որ շատ լավն է, ինձ շատ ա դուր եկել, Առնոյին նույնպես։ Պատվիրել եմ ինձ համար այսպիսի կիսատոնական շապիկ, որը եթե անկեղծ լինեմ, որակը այնքան էլ լավը չի, այսպիսի մի բան,
Եվ պատվիրել եմ Առնոյի բոթասներին համապատասխան շապիկ, այսպես ու այսպես։ Շատ լավն Առնոն շատ է հավանել, բայց էլի սայզը մեծ է։ Կարծում եմ ավելի շատ Ադանի հագով կլինի, քան Առնոյի, ու մտածում եմ մեկ չափ փոքրը պատվիրել Առնոյի համար։ Հիմա բացում ենք արդեն այն փաթեթները, որոնք փակ են, ես չեմ տեսել ու միանգամից կֆիքսեք իմ առաջին ռեակցիաները։ Ինչ ունենք այստեղ։ Իդեպ այս անգամ փաթեթները եկել են խայտառակ, կեղտոտ, վնասված, ես չգիտեմ ինչ պայմաններում են դրանք հասել Հայաստան, բայց ոչ մի անգամ չէր եղել, որ ես անեի պատվերներ ու սենց կեղտոտ, վնասված, պատռված, մաշված փաթեթներով գային հասնեին։ Այստեղ արդեն միանգամից տեսնում եմ, որ սա իմը չէ։ Եղբորինս է։ Անիմեի սիրահարները կգնահատեն, կարծում եմ։ Հաջորդ փաթեթները իրար հետևից երևի թե մի 3-4 փաթեթ իմը չի, ինձ թվում է հաջորդը։ Այստեղ ինչ ունենք, շորտ ու շապիկ։ Ունենք այսպիսի խակի շորտ և իր շապիկը։ Շապիկը ու շորտը, չնայած որ իրար կոմպլեկտ են, սենց ասած, սեթ են, բայց տարբեր որակների են և տարբեր երանգների։ Լեզուս փաթնգավ։ Այս սենց։ Չգիտեմ արդյոք հենց այդպես պետքա լիներ թե չէ, որովհետև այս պատվերը ես չեմ արել, եղբայրս արել, բայց իրենք զգուշացնում անպայման, որ տեսեք անգամ տեսախցիկով երևում է, որ գույները տարբեր են։ Էլի եղբորինս է։ Ինձ թվում է իմ ալիքում կան տղա հետևորդներ, եթե կհետաքրքրի ձեզ, գրեք մեկնաբանություններում, ես կուղարկեմ ձեզ լինկեր։ Այս բրենդը իդեպ բավականին որակյալ է, լավն է շատ, միշտ որակյալ են գալիս իրենց ապրանքները, ու այս նախորդ սեթն էլ, չնայած նրան, որ երանգները տարբեր էր, որակները տարբեր էր, բայց երկուսն էլ լավ որակի էին։ Այստեղ ունենք էլի շորտ, այսպիսի սովորական սև, և ունենք էլի շապիկ։ Կարծում եմ սրանք սեթեր չեն, այլ համադրած են իրար հետ, որովհետև այս երկրորդը էլի գույները ու որակները տարբեր է։ Սա մուգ կապույտ է, իսկ շորտը սև։ Հաջորդը մեզ մոտ կոշիկի տուփ է, էլի Warrior-ից, և այսպես բավականին ճմրթված, վնասված տուփը, բայց լավն է, լավն է։ Աշխատեմ ընթացքում նաև, եթե գտնեմ որևէ պրոդուկտների նկարները, որոնք որ եղել են վաճառքի նկարները, էջերի, կտեղադրեմ, որպեսզի դուք կարողանաք համեմատել, թե ինչպիսի նկար ենք մենք տեսնում և ինչպիսի ապրանք ենք ստանում։ Այսպես, եթե այս քուղերը մինչև վերջ անցկացվեն, կարծում եմ շատ սիրուն մոդել ենք ունենալու, գույնն էլ շատ լավն է, ինձ դուր եկավ։
անպայման չմոռանաք ընթացքում ստոպ տալ պարբերաբար եւ կիսվել կարծիքներով մեկնաբանություններում գնահատել 1-ից 10 իրերը, որոնք բացում եմ։ Տեսնենք, կարծում եմ սա արդեն իմ ապրանքներն է, էլի վարիորից, էլի վնասված, չէ, իմը չի, սա նույնպես եղբորինս է, էլի շատ սիրուն է, ինձ դուր եկավ շատ, ու շատ թեթև է, որակն էլ լավ է, սա արդեն հաստատ իմն է, տեսնեմ, ինչ վարակույր է, սա տաբատ է, այո, սա իմն է, կարծես թե նաև չափն է մեծ, հագնենք կերևա, և այս տոպրակի վերջին հաթեթը, կոշիկի տուփա, էլի, և այստեղ ինչ ունենք, թասներ են, վատը չի, գույնը լավն է, տեսքը նույնպես, հուսամ մեծ չի, որովհետև այս անգամ ռիսկի եմ դիմել և մեկ չափ մեծն եմ պատվիրել իմ սովորական չափից, չէ, նորմալ է, եկեք սա գնահատենք 10-ից 9, դուք ասեք, գրեք մեկնաբանություններում դեղին բոթաս, գից 10-ից, ինչքան որ դուք կգնահատեիք, անցանք երկրորդ տոպրակին, այսպիսին, կարծում եմ այստեղ պայուսակ է, տեսնենք, ինչ սիրուն է գույնը, խնդրում եմ, այս ինչ սիրուն է, շատ սիրուն է գույնը, տեսախցիկը մի քիչ ավելի վառ կանաչ է փոխանցում, բայց ինքը շատ օլիվկվի է, 10-ից 10 միանշանակ, իդեպ ներսում նաև երկար կանթուներ, վարդագույն պիջակ, վաղուց էի ուզում կեղտոտ վարդագույն պիջակ, որովհետև վերջին բոթասներս New Balance-ի, որ պատվիրել էի, կեղտոտ վարդագույն, կրեմովի, ուզում էի դրանց հետ համադրել վարդագույն պիջակ և ահա այն ինձ մոտ է, մնում է տեսնենք, թե ինչպես է ինձ սազում և արդյոք չափը իմն է, թե չէ, եթե անկեղծ ես կուզեմ մի քիչ լայն լինի, մի քիչ թույլ լինի, եկեք հաշվի առնենք, որ տակի շապիկը ընդհանրապես չի սազում իր հետ, և այդպես չգնահատենք, հա, չափը լավն է, ես գոհ եմ, ուսերը տեղում են, թևերը մի փոքր երկար, թույլ, ոնց ես եմ պատկերացրել, շապիկը մի փոքր լայն, ես ունեմ էլի նիհարելու տեղ դեռ սոսեից հետո, գնահատում եմ 10-ից 10, վաղը շատ սիրուն տեղ եմ հրավիրված ու կարծում եմ կկրեմ ես այս պիջակը, ընթացքում էլ դե բնականաբար ձեզ համար վլոգ եմ նկարելու, արդեն հագիս կտեսնեք, այստեղ ունենք տաբատ, մուգ շագանակագույն, ինձ թվում է այս վարդագույն պիջակի հետ շատ սիրուն կլինի, ինչ կասեք, չափը կարծում եմ էլի մեծ է ինձ, մեծ ոնց որ թե գոտկա տեղը ահագին լայն է,
Եկեք բացենք, սա չէ, այսա, տեսնենք, սա արդեն ներքևում եմ դնելու, որովհետև այս բաշնյան գլխիս է շուռ գալու, այստեղ կոշիկներ են ամուսնուս համար, շուտ սիրունո, մի հոտ նայեք, խնդրում եմ, ինձ շատ դուր եկավ, չգիտեմ ամուսինս հուսամ կհավանի, որովհետև ես իմ ընտրությամբ և իմ ճաշակով եմ գնել, ինքը չի տեսել, նկարներով էլ չի տեսել, առհասարակ չգիտի թե այս փաթեթների մեջ ինչ կա իր համար, չնայած նրան, որ այս փաթեթների մեջ ընդամենը 2 իր կա իր համար, մնացածը դեռ ճանապարհին են, կես են հասել ապրանքները, նենց անուշ հոտ ա գալիս, ինչ-որ շատ թանկարժեք օծանելիքի հոտ ա, ես չի եղել երբևէ, որ փաթեթ բացեմ ու տենց շատ ուժեղ հոտ գա, հադրաբար սա ինձ համար է, որովհետև տուփը բավականին փոքրիկ է, հափանցիկ են, հուսամ նաև հարմար, մի հատ նայեք, խնդրում եմ, եկեք տեսնենք, էլ ինչ ունենք էստեղ, սա պատվիրել եմ դեղին, որտեղ են դեղին բոթասները, այս է, չէ, եթե չեմ սխալվում, սա պատվիրել եմ դեղին բոթասների համար, ասեք, որ իդեալական երանգը բռնել եմ, մի 2 անգամ ինչ-որ բանով կհամադրեմ, բոթասների հետ կհագնեմ, ինչ-որ լուք կհավաքեմ, բայց որակային չի։ Էլի տաբատ, աստված, հագիս կերևա, համենայն դեպս այսպես գնահատում եմ 10-ից 7, իրականում շատ բան չի մնացել, էլ, 1, 2 և 3, տեսնենք, շատ լավն է, ինձ թվում է ամուսինս էլ կհավանի, այդպես եմ կարծում, որովհետև իսկապես շատ դուրս եկավ, մնում է իր հագով լինի նորմալ, ես սա գնահատում եմ 10-ից 10, չին երկուսը, ես արդեն գիտեմ որտեղ ինչ կա, այստեղ պայուսա կա, այստեղ լոֆերներ, տեսնենք, խունջի, վատը չի, բայց լավն էլ չի, այսպիսի մի բան, սևերն ինձ ավելի են դուր եկել, և վերջին բանը, որ ուզում եմ բացել, այս պայուսակն է, արտաքնապես շատ նման կանաչ պայուսակին, ուրա կանաչ պայուսակս, բայց ես հատուկ պատվիրել եմ այս 2 պայուսակները, որպեսզի կարողանամ համեմատել արժեքներով, սա մի 4 անգամ ավելի մատչելի էր, քան այս մյուսը, որը հիմա եմ բացելու, այսպես, մի հատ նայեք, խնդրում եմ, գրեթե ոչ մի բանով իրարից չեն տարբերվում, չնայած նրան, որ սա շատ թանկ էր, շատ, իսկ սա չէ, միակ բանը, որ իրարից տարբերվում են, որ սա բրենդ է, այստեղ անգամ ոտիկների վրա գրված է Պոլին, այստեղ է իր Պոլինի մակնանշումը, և ներսը տեսնեմ, դե ներսի հատվածում էլի Պոլին է գրված, այս անգամ այս փոքրիկ կնոպկաների վրա բրենդը տպված է, միակ տարբերությունը այս վրայի գրվածքն է, նայեք,
սա պատենտ է։ Դե կնոպկաները մի քիչ ավելի սովորական կնոպկաներ են դրված։ Էլի կանթն է։ Ներսում չունի գրպանչիկ, աստառը մի քիչ ավելի սովորական աստառ է դրված։ Բայց չէ, գրպանչիկ ունի, բայց այս հակառակ կողմում։ Իսկ այս մեկի աստառը ավելի որակյալ էր։ Ես հատուկ տարբեր գույներ ընտրեցի, որ երկուսն էլ կրեմ նորմալ։ Մի փոքր կարերի տարբերություն էլ կա։ Օրինակ բռնակները սենց ներսից են դուրս գալիս, իսկ այս բռնակները կարված են դրսից։ Այո, ես բրծնում եմ, բան չմնաց։ Սոված է, պիտի քնեմ։ Բրծա։ Իսկ մարդկ արթնացել է, պիտի ուտի։ Վերջ սիրելիներս, էլ ինձ ավելացնելու բան չի մնում, միայն կասեմ, որ եթե նայեցիք մինչև այստեղ ու դեռ բաժանորդագրված չեք իմ ալիքին, սեղ 1 ներքևի կարմիր կոճակը բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղ 1 զանգակի կոճակը, որ բաց չթողնեք հետագա վիդեոները։ Առայժմ